ուսուցիչների չէ, տնօրենների, ազատման չէ, դիմում են գրել իրեն։ Բայց այդպես է ստացվում, անձամբ կանչում եք այդ երեխաներին հավաքվեք եւ քարոզարշավ եք գրում։ Ինչ եք այդպես կարող, այսպես երեխաները ամենահեշտ քարոզչական միջոցն է ձեր համար եւ վերջում կամ դիտարկում երեք արդեն ուսանողների մի հայտարարություն է չէ։ Ձեր մուտքը ուսանող է ընդհանրապես չկա։ Ես ասուլիս էի գալիս, հենց արդեն շտապով արդեն հրաժարվում էին նկարվել, երեխեքից մեկը բերեց ես կգեց։ Հիմա ասենք ենթադրենք, ես սիրում եմ երեխեքին, եթե երեխեքին մոտենում են, ուզում են նկարվեն, ասեմ չէ չեմ նկարվում, դες հետ, բա ինչի մասին եմ ասում։ Վերջում կանչում են բոլոր երեխաներին է դեռ հավաքված, նույնիսկ շատ հաճախանում է դրանքի դասի ժամերից երեխաներին եկել են հավաքում են Ինչ անեն, ոնց ջրցան մեքենա երեխեքին ցրեն։ Ես իրավաբանների հետ խոսել եմ, իրանք ասել են, որ ոչ մի իրավախախտում այդտեղ չկա։ Այո, ասել են, ես հենց առաջին օրերից, երբ որ երեխեքը զգացել են, որ ինչ-որ սենց ակտիվանում են, ես իրավաբաններին հանձնարարել եմ, որ իրենք եզրակացություն կան, այդտեղ օրենքի խախտում կա, թե չկա։ Որտեւ երեխաներն էլ իրավունք ունեն եւ իմիջիալոց մեր համալրությամբ դա երաշխավորված իրավունք է, երեխաներն էլ իրավունք ունեն արտահայտել։ Ինչ անեմ։ Բայց երեխեքը հիմա գալիս են, ասենք հիմա այն երեխեն եկի այնտեղ կանգնել է, նայեք, ասենք հիմա ուր գնում եմ երեխեք գալիս են, ինչ անեմ ես։ Ցրեմ երեխեքին։ Արկել եմ դա։ Ոնց օքեյ արկել եմ, ոնց արկել եմ։ Ոստիկան, հետո չեք ասելու, ոստիկանական շարքերով շրջափակված Փաշինյանը իբր քարոզչություն է անում եւ այլ, ինչ անում։ Հարգելի Ռուզան, տանք մյուս գործիքերներին հարցրեք ժամանակ է մնացել։ Մյուս հարցերին մեկը Ռուսաստան տնօրենների գործողությունների հետ ակապ։ Նախ ես ասում եմ, բացառում եմ, որ մեր շտաբից եւ կառավարությունից եւ գործադիր որևէ օղակից որևէ հրահանգ գնացած լինի, բացառում եմ պարզապես։ Իսկ ծառայական քննությունը նրա համար է, որ պարզվի պաշտոնյաների գործողություններում ապօրինի բան կա, թե չկա։ Կպարզվի եւ շնորհակալ եմ այդ մարդիկ կամավոր դիմում են գրել, որպեսզի մենք հանդարտ ոչ ներվային պայմաններում հնարավորություն ունենք հարցը քննարկել, բայց ես չեմ էլ ուզում, հանկարծ պարզվի մի տնօրեն ոչ տեղյակա, ոչ գիտի, մեկ էլ մարդ իմանում է իրան SMS-ով գործից անել է, հավանց SMS-ով։ Այսինքն մենք հասկանանք, որ մարդը խնդիր է առաջացրել, ապօրինի բան է արել, եթե պարզվի, կազատվի աշխատանքից, մանավանդ որ դիմումն է գրել է։ Եթե պարզվի, որ ոչ մի ապօրինություն չի արել, ինչի ազատենք մարդուն գործից։ Կամ եթե պարզվի ապօրինություն է եղել, ով որ արել է, իր հետևից գրել։ Ռուսաստանի հետ կապված կարծում եմ, որ էմոցիոնալ հայտարարություններ են, որովհետև Շնորհակալություն, հաջորդ հարցը Արթուր։ Օրերին թուրքական հանճարների բռնցքն է այն ինֆորմացիան, որ մոտորերը սպասվում են հայկական սահմանի բացում։
Եվ դերից ունենային ճիշտ է իմանալ անցորդ հիմա այդ գործընթացի մեջ է եւ բոլորերս հնարավոր է հայտնական Նախ էլ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին է խոսքը, երկրորդը մամուլում այդպիսի հրապարակումներ կան թուրքական։ Թուրքական մամուլում բարբերաբար լինում են, որ անհրաժեշտություն Ես ձեզ անկեղծ ասեմ, ես այդպիսի ուղիղ տեղեկատվություն չունեմ, բայց եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ես շատ կուրախանամ։ Իմիջիայլոց ես նկատեցի նաև, որ դիմության որոշ շրջանակներ էլի վախի մթնոլորտ են տարածում սահմանների բացման վերաբերյալ, ասելով, որ հեսա Թուրքիան սահմանը կբացվի եւ ես կլինի, հենց կլինի վատ բան է։ Արդյունքում ստացվում է իրանց ասածից, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են փաստորեն մեզ արել, որ սահմանները փակում են։ Հասկանում եք, անտրամաբանական բաներ են խոսում։ Մարդկանց վախեցնում են, որ սահմանը պետքա փակվի, մինչդեռ Հայաստանը 30 տարի բոլոր միջազգային ատյաններում բողոքել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի շրջափակում են։ Այսինքն ստացվում է մի հատ էլ խոսում են այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը ուրեմն լավություն են անում, որ սահմանները փակեն պահում, այդ ստացվում։ Բայց ես էլ եմ ասում, ես չունեմ ուղիղ անկեղծ եմ ասում նման տեղեկատվություն։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա եւ շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա։ Եվ տրամաբանորեն պետք է դա տեղի ունենա, եւ եթե դա տեղի ունենա, որ պայն տեղի ունենա, ես դա կողջունեմ։ Միանշանակ եւ անհայտ։ Եվ ոչ մի կասկած չունեմ, որ դա միայն պոզիտիվ կբերի Հայաստանում։ Միայն պոզիտիվ, ոչ մի նեգատիվ բան չի։ Ոչ մի նեգատիվ բան չի։ Աջակցի ժողովուրդ համապետական նիստերի մասնակցում է 19 քաղաքական բայց այսօր մենք տեսնենք, որ այդ 19 քաղաքական նիստը գաղտնալսվում են միայն մեկը, որը հիմնական ներմրցակիցն է, ուժեղ մարդկանց գործ է տալիս, ասպետություններ կլինի, աշխատատեղերներ կլինի, դպրոցներ կկառուցեք, շահերներն են կվերադառնան մարզիկ, սա իրավապահ համակարգը դիտարկում է, որ ամեն ինչ կարգին է, հարց է դիտարկում, իսկ այս նույն համատեքստում Արթուր Ավանեսյանը, Հայգի Կանդազը երկասում է, որ դպրոցներ կլինի, երկասում է, որ հողներ կլինի, գործներ կլինի, ամեն ինչ լավ կլինի, դրան կալանավորում է, սա ինչպես առանցկանանք, ինչպես պատրվանք, և մեկ այստակեցում ԵՄ և ԵԱՏՄ-ի հետ կապված, ասում եք Հայաստանի առանցքային ուղղությունը ԵՄ-ն է, բայց ԵՄ-ն հայտարարում է, որ իր անդամակցությունը հարկետին պահի և չկարող որևէ և այս սրանց շահեր ասում եք, որ Հայաստանը համեստ կարողություններով չի կարող մտածել և տեղավելի կարողություններ ՀԲ-ի հետ և սրանց շահերը ԵԱՏՄ-ի հակառակ քաղաքականություն է կանում և մայիսի 28-29-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ-ի կառավարական ՀԲ-ն էլ հայտարարել է, որ հստակեցրեք ուզում եք ԵԱՏՄ-ի պես ինչ է գալիս։ Մենք կարող ենք ասել, որ քաղաքական դրան եք և խաղ եք խաղում։ Նախ ձեր գնահատականը, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում, լավ, այդ գնահատական հանրությունը ո՞ր հանրությունը։ Ես այսքան ժողովրդից շփվում եմ, որը մեկը չասեց, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում։ Բայց լավ տեսականորեն, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև ԵԱՏՄ-ին որոշումները ընդունվում են կոնսենսուսով, այսինքն որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ին ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը։ Հետևաբար, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն է շարունակ կաթվածահար է, չի գործում։ Դրանց պատասխանը ձեր հարցերը լսեցի։ Հետևաբար, ԵԱՏՄ-ն կաթվածահար չի, նշանակում ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում։ Եվրամիությանը մեր անդամակցության հետ կապված ես բազմիցս պարզաբանել եմ հրապարակային ձեր թույլտվությամբ ես նորից չկրկնեմ, որն է մեր ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունը հրապարակված է, եւ ոչ մի
նորություն չկա։ Մի հատ էլ հաց կար, որն է։ 19 քաղաքական ուժից ինչ վեգան դուրս։ Հա, ինչ գիտեք։ Նաև մասնի Կներեք։ քաղաքական